Բարև ձեզ Օրագի Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Սպորտ Զոնն է, այսօրվա իմ հյուրն է նախկին ֆուտբոլիստ Էդմին Հակոբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Լավ եմ, շնորհակալություն։ Ձեզ ներկայացնելուց ասեցի նախկին ֆուտբոլիստ։ Ինչի նախկին, ինչի հիմա չեք զբաղվում ֆուտբոլով։ Արդեն մոտ 3 տարի կլինի ինչ չեմ զբաղվում սպորտով, ավելի կոնկրետ ֆուտբոլով։ Պատճառները շատ են, թե վնասվածքը, թե վնասվածքիս ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները ֆուտբոլում, կարծում եմ այդ բանը ճիշտ որոշում էր ֆուտբոլը այլևս չշարունակելը, չնայած որ ես կարծում եմ մինչև վերջ փորձել եմ լինել ֆուտբոլի մեջ։ Ինչ վնասվածք ունեք։ Ես ունեմ ծնկիս հետ կապված վնասվածք, վնասվածքները տարբեր են եւ տարբեր կարծիքներ կան վնասվածքիս հետ կապված։ Այդ շրջանում էլ կյանքի մյուս փուլերում այնպես իրադարձություններ, որ ճիշտ գտա կարելի է այդ բանը վերցնել դադար եւ չշարունակել ֆուտբոլով զբաղվել։ Ֆուտբոլով չզբաղվել այդ դադարը կապված էր ֆուտբոլի ներսում արկա իրավիճակների հետ, թե ձեր անձնական կյանքի որն էր խնդիրը։ Չէ, անձնական կյանքի չէ, իմ անձնական կարծում եմ կարծիքը ֆուտբոլի մասին ներկա պահին եւ ինչ էր տեղի ունենում ֆուտբոլում։ Իսկ ինչ էր տեղի ունենում ֆուտբոլում։ Այնպես չեմ կարող ես հստակ ինչ-որ մի բան ասել, որը կլինի ոչ միայն իմ կարծիքը, չլինի սուբյեկտիվ կարծիք, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, այդ բանը պարզապես ճիշտ կտա չշարունակել հասկանալի է։ Իսկ քանի տարի եք զբաղվել ֆուտբոլով։ Ֆուտբոլով զբաղվել եմ սկսած 6 տարեկանից եւ խաղացել եմ մինչեւ Հայաստանի բարձրագույն խումբ։ Գիշեք առաջին 16 տարի ամենակիչը կարծում եմ։ Ով ձեզ տարա ֆուտբոլի։ Առաջին անգամ ես եմ հայտնել ֆուտբոլի գնալու ցանկության մասին, բայց եթե չեմ սխալվում, հենց Իտալիայի հավաքականի խաղը դիտեցի, պապիկս միշտ ֆուտբոլ էր նայում եւ Բուֆոնի խաղը մի անգամից ինձ տպավորեց եւ ասացի ուզում եմ դառնալ դարպասապահ ես։ Վրատար ժամանակ ու պապիկս առաջին անգամ ինձ տարավ ֆուտբոլի, իմ մանկության երևի ամբողջ ընթացքում ես հիշում եմ, որ իմ պապիկն է եղել ամենամեծ երկրպագուս եւ ամենամեծ սատարողս։ Տղաները միշտ դրսում ֆուտբոլ են խաղում։ Դուք այդ ժամանակ հարցակվող եք, թե էլի միևնույն է դարպասապահ եք դրսում խաղալուց։ Ես դրսում էլ էի դարպասապահ կանգնում, սկզբում կար ինչ-որ մի փուլ, որ Բաքվում ցանկանում էի խաղալ ոչ դարպասապահի դիրքում, բայց դա պայմանավորված էր նրանով, որ ոչ բոլորն էին լավ խաղում եւ ես ոնց որ ներվայնանում էի, ասում եմ ես խաղալ։ Իսկ Հայաստանի ֆուտբոլում այդպես չի եղել, որ նյարդայնանաք վատ խաղից ու ուզենաք մտեք խաղ։ Չէ, եղել է վատ խաղ բնականաբար, բայց փառք Աստծուն, ես գրեթե միշտ խաղացել եմ այնպիսի ֆուտբոլիստների հետ մի թիմում, ովքեր որ մաքսիմալ լավ արդյունքներ են գրանցում այս բային հայկական ֆուտբոլում։ Առաջին անգամ երբ որ կանգնեցիք արդեն պրոֆեսիոնալ դարպասի մոտ պաշտպանելուց զգացողություն ունեիք, վախ ունեիք, պատասխանատվություն էր, թե դուք գիտեիք ձեր գործը որն է։ Պրոֆեսիոնալ առաջին հանդիպումս, եթե խոսենք Հայաստանի մասին, պարտավորեցնող էր շատ այնքանով, որ ես վնասվածքից հետո եթե գրեթե 4-5 ամիս ոչ մի օֆիցիալ խաղի չէի մասնակցել եւ առաջին խմբում այստեղ առաջին խաղը մասնակցեցի պրոֆեսիոնալ, մինչ այդ Հայաստանում չէի խաղացել պրոֆեսիոնալ։ Պարտավորեցնող էր եւ շատ կարելի ասել լարվածության մեջ պահող էր այդ ամեն ինչը, ուղղակի պետքա ճիշտ հոգեբանորեն մոտենալ խաղին եւ մենք հաղթեցինք այդ խաղը։ Իսկ որ թիմում եք խաղացում հետ էր հանդիպումը կհիշեք։ Քանի տարեկան եք այդ ժամանակ։ Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ մակարդակի հանդիպումս անցկացրել եմ 16 կամ 17 տարեկանում, երբ խաղում էի Ալաշկերտ 2 ակումբում, մինչ այդ չէ, ներողություն եմ ձեզ խնդրում, ես այդ ժամանակ Վեստ Արմենիա թիմում էի, Վեստ Արմենիա թիմում անցկացել առաջին պաշտոնական հանդիպումը, չնայած որ Հայաստան նոր էի վերադարձել այդ ժամանակ եւ մարզվում էի Արարատ Երևանի բարձրագույն խումբը ներկայացնող թիմում, սակայն գտա որ վնասվածքից հետո ամենակարևորը շատ խաղ ժամանակ ստանալն է եւ որոշեցի սկսել առաջին խմբից, ոչ թե բարձրագույն խմբից։ Դուք առաջինի հիշեցիք միանգամից Ալաշկերտ 2-ը, այնտեղ ինչ կար հարազատ, որ միանգամից այդ դա եկավ ձեր մտքին։ Իրականում Ալաշկերտ 2-ը կարևոր էր այնքանով, որ Ալաշկերտ 2-ում ես երևի Վեստ Արմենիայից հետո տեղափոխվեցի Սևանից հետո Ալաշկերտ 2 եւ այնտեղ նոր ես կարողացա հետ բերել իմ այն մակարդակը, որում որ կարելի ասել եղել եմ կամ գոնե մոտ կանգնեցի այդ խաղամակարդակին, խաղաժամանակ ստանալու տեսանկյունից։ Մենք Սևան
թիմում, Սևան թիմով հաղթել ենք առաջին խումբը Հայաստանի, բայց ունենք պորտուգալացի հրաշալի դարպասապահ, ով նաև տարիքով մեծ էր, ում փորձը շատ էր եւ բնականաբար թիմը գնում էր չեմպիոնության, թիմի նպատակը այդտեղ չեմպիոնություն եւ բարձրագույն խումբ դուրս գալն էր, դա տրամաբանական է, որ նա ավելի շատ էր ստանալու խաղի ժամանակ, որակապես տարբերվում էր բնականաբար այդ ժամանակ։ Ումից եք օրինակ վերցրել եւ սկսել եք դարպասապահ լինել։ Ով էր ձեր օրինակը։ Եթե վերցնենք որպես կուրք, ով է ինձ համար եղել, ում նայել եւ դրել տեսանյութերն եմ նայել եւ սովորել եմ, համար մեկը Բուֆոնն է, միշտ ինձ համար եղել, միշտ։ Իսկ մեր խաղացողների մեջ, ինչ Հայաստան։ Հայերի մեջ միշտ հայ ֆուտբոլիստների մեջ Ռոման Բերեզովսկին է ինձ համար օրինակ եղել, Գևորգ Կասպարովը, ում հետ ես բախտ եմ ունեցել մեկ մրցաշրջան աշխատել, նա եղել է իմ թիմի դարպասապահների մարզիչը։ Ես իր շնորհիվ նաև բարձրագույն խմբում եմ հայտնվել, նոայում եմ հայտնվել, սակայն ինչ-ինչ պատճառներով էլի որոշեցի, որ կարևոր խաղ ժամանակն է եւ այնտեղ էլ պայմանագիր չկնքեցի։ Ձեր ֆուտբոլիստները շատ անգամներ փոխանցում են կատարելու առանց մտածելով այդ ռեակցիայի ավելի շատ սովորությունն է։ Ձեր ժամանակ դարպասապահները մտածում են, որ կողմ գնան, ոնց բռնեն գնդակը, թե էլի ռեակցիայով ամենից ամեն ինչ լինում։ Կախված է սիտուացիայից, այդ խաղի դրվագից է կախված մաքսիմալ, որովհետև կան սիտուացիաներ, երբ դու փորձում ես էլի հոգեբանորեն հարձակվողին խոճապի մեջ գցել եւ արդեն կարողանում ես ինքնստինքյան գուշակել եւ գնալ այն կողմը, որ դու հոգեբանորեն փորձեցի նրան ճնշել, որ նա հենց այդ կողմել հարվածի։ Լինում են սիտուացիաներ, երբ դու ուղղակի քո ռեակցիային, քո ինտուիցիային ես հավատում եւ ուղղակի կամաչ կամ ձախ ընտրում ես։ Բայց ճնշումը որ կողմից ավելի շատ լինում դարպասապահի կողմից, թե հարվածողի կողմից։ Երկուսի կողմից էլ լինում է բնականաբար, բայց դարպասապահի աչքերի մեջ նայելը շատ վտանգավոր է։ Դրանից հետո երբ գնացիք Գերմանիա, գիտեմ որ Գերմանիա եք գնացել, այնտեղի թիմում եք ներգրավել։ Գերմանիայում սկսել եմ խաղալ 15 տարեկանից, ընդհանրապես ֆուտբոլը չի եղել պատճառը այնտեղ հայտնվելու, այնտեղ ստացվեց հնարավորություն ընտանիքի անդամներով տեղափոխվելու եւ այնտեղ ապրելու, մասնագիտական առաջարկներ ունեին իմ ընտանիքի այլ անդամները եւ ես էլ մեծ ցանկություն ունեի Եվրոպայում ինձ փորձելու, բնականաբար քայլ առ քայլ պետք է գնայի եվրոպական դեպի տոպ լիգաներ եւ սկսեցի այնտեղ գնացի ուղղակի որոնողական աշխատանքներ էի կատարում, ով գնդակ ուներ այդ մարդուն ասում էի, այստեղ ֆուտբոլ որտեղ կարելի է խաղալ։ Այնպես ստացվեց, որ գտա մի բիո ազգանունով մարդու, ով սպորտային սկաուտ էր, եւ նա ինձ օգնեց գտնել 5-րդ լիգան ներկայացնող թիմ, ու պայմանավորվեց, որ ես գնամ այնտեղ մարզումներ անցկացնեմ։ Այնպես ստացվեց, որ իմ որակները նկատելուց հետո շատ շուտ տեղափոխվեցի 4-րդ լիգա, հետո արդեն 15 տարեկանում խաղում էի 21 տարեկանների թիմում։ Իրանց հետ հաղթեցինք այնտեղի բարձրությամբ 3-րդ գավաթը։ Տեսեք այնտեղ այդքան իրենից սկսվեց ամբողջ ճանապարհը, այո, կարելի ասել։ Այնտեղ այդքան հաջողություններ գրանցել եք, տեսել եք իրանց հաջողությունները Հայաստանում, այդ հաջողությունների մակարդակը ինչպես կգնահատեք։ Որն է տարբերությունը Գերմանիայի Հայաստանի ֆուտբոլի։ Տարբերություն, նայեք, ես կարող եմ դարպասապահների մասով ասել, մենք Հայաստանում ունենք շատ լավ մասնագետներ, ովքեր աշխատում են որպես դարպասապահների մարզիչ, բայց Գերմանիայում մենք ժամանակ առ ժամանակ միայն ակումբի դարպասապահներով տարբեր տարիքայիններից սկսած բարձրագույն խմբից մինչև մանկապարտական 13-14 տարեկան, նույնիսկ ավելի փոքր գնում ենք հավաքների եւ առանձին աշխատում ենք դարպասապահի ոտքով խաղի վրա։ Ինչ գերմանացի ցանկացած դարպասապահ, օրինակ Մանուել Նոյերը ամենամեծ օրինակն է, ինքը որպես վերջին պաշտպան է միշտ գործում, ինքը միշտ շատ բարձր է դիրքով եւ ինքը ոտքով խաղի շնորհիվ թիմին առավելություն է տալիս։ Չկա այնպեսի մարդ, ով չի փաստի, որ երբ որ դարպասապահը բարձր կարողանում է խաղալ, դա թիմին 25% օգուտ է տալիս։ Մենք այնտեղ առանձին հավաքներ էինք անցկացնում, որի ընթացքում թե ոտքով խաղն էինք բարելավում, թե հոգեբանական աշխատանքներ էինք տանում, եւ մաքսիմալ լուրջ վերաբերմունք էր դարպասապահներին, մաքսիմալ լուրջ։ Շաբաթը 2 կամ 3 անգամ անել դարպասապահների մարզիչ եւ 2 անգամ էլ թիմի հետ մարզում, կարծում եմ այդպես չես կարող դառնալ այն դարպասապահը, ում մասին դու միշտ երազում ես այդ process-ի մեջ լինելու ընթացքում։ Ցեք նշեցիք հոգեբանի արկայության մասին Գերմանիայում։ Հայաստանում եղել է արդյոք, թե ոչ, ու ինչքանով այդ կարևոր ֆուտբոլում։ Իրականում մարզիչը
շատ դեպքերում ավելի մեծ հոգեբան է դառնում ֆուտբոլիստի համար, քան հենց հոգեբանը, որովհետև մարզիչի կողմից, երբ դու ֆուտբոլիստ ես եւ դու գիտես, որ քո մարզիչը քեզ հավատում է, դա միանշանակ քեզ մի քանի անգամ ավելի մոտիվացնում է, որպեսզի դու լավ հանդես գաս։ Իսկ Հայաստանում այդ հավատը պակասում է մարզիչների կողմից։ Չեմ կարող ասել, որ բոլորի։ Կան մարզիչներ, եղել են մարզիչներ, որ այո, եղել են մարզիչներ, որ ոչ։ Մենք շատ լավ մարզիչներ ունենք, ովքեր օրինակ Եղիշե Մելիքյանը, ես շատ էր շրջանառվում, որ ինչ-որ դրսից մարզիչ կարող է լինել գլխավոր հավաքականի ղեկին կամ այստեղից ինչ-որ մարզիչներ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Եղիշե Մելիքյանը շատ մեծ մոտիվատոր է եւ հոգեբանորեն շատ ճիշտ է աշխատում ֆուտբոլիստների հետ։ Բայց ինչ եք կարծում, այդ արդյունքը կտա արդյոք։ Իր արդյունքների հետքը կթողի։ Ես կարծում եմ, որ ժամանակ բնականաբար պետք է։ Ժամանակի ընթացքում ես կարծում եմ, որ այո։ Իսկ ինչքան ժամանակ է պետք։ 10 տարի, 5 տարի, 1 ամիս։ Չեմ կարող ասել։ Ես միայն մարզիչի տեսանկյունից եմ ասում, այստեղ բնականաբար միայն մարզիչի գործոնը չէ, հավաքականի ինչ որ լավ արդյունք ունենալու համար, այստեղ միայն հավաքականի միայն մարզիչի կամ միայն ֆուտբոլիստի գործոնը չէ, այդտեղ շատ մեծ թիմային աշխատանք է, որի մենք տեսնում ենք ֆուտբոլիստներին կամ մարզիչներին։ Այնտեղ շատ մեծ թիմ է կանգնած իրականում հավաքականի թիկունքում, այդ ամբողջ թիմի աշխատանքն է, որտեղ ես չեմ կարող ասել որն է խնդիրը։ Ամեն դեպքում ներողություն է, եթե մարզիչին է խոսքը վերաբերում, ես մարզիչին Եղիշե Մելիքյանին շատ հավատում եմ եւ ես խաղացել եմ թե իր թիմի դեմ, եւ նա եղել է Ուկրաինայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի մարզիչ եւ շատ լավ արդյունքներ ունեցել։ Ես տեսել եմ թե ինձ շատ մոտ ֆուտբոլիստների հետ ինքը ինչ զրույցներ է, գիտեմ ինչ զրույցներ ունեցել եւ ինչպես է մոտիվացել եւ նրանք ինչպես են սկսել հետ վերաբերվել ֆուտբոլին։ Ցեք Գերմանիայում ու Հայաստանում այսպիսի բան կա, հայերն էլ են շատ են սիրում ֆուտբոլ, բայց այդ ժամանակ չեն գնում ֆուտբոլ դիտելու եւ այլն։ Գերմանիայում էլի տրիբունաները շատ են լինում, Հայաստանում են շատ երկրպագուների աջակցությունը։ Գերմանիայում իրականում երբ ես տեղափոխվեցի արդեն իմ տարիքային մինչև 21 տարեկանների բարձրությամբ 3-րդ լիգա, այդտեղ ընկերական խաղերից մեկի ժամանակ մենք իմ առաջին ընկերական խաղները թիմում մենք Շվեյցարիայում էինք անցկացնում շվեյցարական 2-րդ լիգա ներկայացնող թիմի հետ ու երբ որ ես տեսա այդ աժիոտաժը, որը կատարվում է տրիբունաներում ընկերական խաղի ժամանակ, այդտեղ ես հասկացա արդեն լրջություն է, այսինքն բայց նույնիսկ 4-րդ լիգայում կամ 5-րդ լիգայում խաղալու ժամանակ ամենակիչը մոտ մի 1000-1500 հոգի ներկա են լինում խաղին գոնե, որը որ էլի քեզ տալիս է այդ տարիքում ինչ որ պատկերացումներ ու երազելու տեղ, որովհետև դու այդ խաղի ընթացքում էլ ես սկսում պատկերացնել, քո մեջ բազմապատկում ես երկրպագուների թիվը ու այդ քեզ մոտիվացնում է շատ ավելի լավ հանդես գալ։ Դա միշտ տենց է։ 15 տարեկանում եղել եք 21 տարեկանների ֆուտբոլի թիմում։ Գերմանիայում այլ լեզու ինչպես եք շփվել, ինչպես եք հաղորդակցվել, իրանց կողմից ինչպես է եղել։ Առաջ իրականում շատ այլազգի ֆուտբոլիստներ կային մեր թիմում, իմ երկու թիմերում է որտեղ ես հանդես եմ եկել, երկուսում էլ բավականին շատ եղել են այլազգիներ, չնայած նրան, որ այնտեղ միանշանակ կար լիմիտ լեգիոներների հետ կապված, այսինքն այնպես չի, որ լեգիոներները կարող են մանավանդ, երբ որ մանկապատանեկան է կամ երիտասարդական առաջնության մասին է գնում խոսքը, այնտեղ լիմիտը շատ ավելի խիստ է օգտագործվում։ Հնարավորություն պետք է օգտագործել հնարավորություն ուղղակի, հնարավորություն տալիս են ցանկացած ֆուտբոլիստի, ով խաղում է լավ կամ փորձում է ցույց տալ, որ նա լավն է մարզումների ընթացքում։ Ես չգիտեմ, չեմ ճանաչում մարզիչի, ու մոտ դու կարող ես մարզումների ընթացքում լինել շատ լավը եւ նա քեզ չխաղացնի, որտեղ դա միանգամայն բխում է նաեւ մարզիչի շահերից։ Իսկ մարզիկների արձագանքը ինչպես է եղել 15 տարեկան տղան իրենց հետ մեծահասակների հետ որ կա պաշտպանի իրենց դարպասը։ Ինձ շատ են օգնել, մաքսիմալ օգնել են իրենց օգնությունը, եթե չլիներ, ես ոչ մի հանդիպում չէի անցկացնի։ Իրականում 15 տարեկանում ես ավելի շատ անցկացրել եմ 17 ու 19 տարեկանների թիմերում, 21-ում, բայց նաև խաղացել եմ։ 16 տարեկանում արդեն ստաբիլ սկսել եմ խաղալ 21 տարեկանների գավաթի խաղերում, նաև լիգայի հանդիպումներում, չնայած որ մարզվում էի արդեն բարձրագույն խումբը ներկայացնող, ուղղակի այնտեղ էսպես է, եթե օրինակ դու 19 տարեկաններին խաղում են 4-րդ լիգա, բարձրությամբ 4-րդ կարգի առաջնություն, 21 տարեկանները խաղում էին 3-րդ օրինակ այդ ժամանակ, այսինքն դա անկախ իրարից իրանց ուժեղությունից էր կախված։ Ու շատ մեծ փորձ էր ինձ տալիս, նույնիսկ, չգիտեմ, խաղին հայտավորվել եւ չխաղալը։ Այն թիմում, որտեղ որ ես Ռիելազինգեն Արլեն էր կոչվում, դա 4-րդ լիգան էր ներկայացնում, այսպես ցավոք սրտի 5-րդ լիգա են խաղում արդեն, ռեգիոնալ լիգայում էլ չեն խաղում։ Իմ այդ թիմի հետ պայմանագիր կնքելուց 1 տարի առաջ ընդամենը իրենց երկրորդ
Գավաթը հաղթելուց հետո խաղացել են Բորուսիա Դորտմունդի հետ, Գավաթի 1 ինչ որ 64-րդ խմբում, այսինքն այդ 4-րդ, 5-րդ լիգայի թիմերին, ովքեր պոլդու պրոֆեսիոնալներ են համարվում, հնարավորություն են ստանում խաղալ, ասենք Բորուսիա Դորտմունդի նման թիմի հետ կամ Բունդեսլիգայից ցանկացած թիմի հետ։ Այդ շատ մեծ փորձ է, շատ մեծ։ Ու բնականաբար 4-րդ լիգայի թիմը երբ չի գնում այն մտքով, որ մենք դառնալու ենք այս գավաթի հաղթող, իրանք մաքսիմալ օգուտ են քաղում, թե տակտիկական ինչ-որ փորձարկումներից, թե ֆուտբոլիստներին փորձարկելուց, այդ ամեն ինչը շատ մեծ ազդեցություն է տալիս ու ամբողջ սեզոնի ընթացքում դու դրա արդյունքը կարողանում ես քաղել։ Գերմանիայում նշեցիք, որ լեգիոներների քանակը որոշակի սահմանափակում ունի, բայց Հայաստանում այդ սահմանափակումը չկա, ինչքան գիտեմ։ Կա սահմանափակում, ուղղակի թվերն են տարբեր։ Մեր օրինակ նայեք 19 տարեկան լիգայում Գերմանիայում մեկնարկային կազմում չէր կարող լինել 2 լեգիոներից ավել մարդ, այսինքն մնացած բոլորը պետքա լինեին Գերմանիայի քաղաքացի։ Այստեղ ես կոնկրետ թվերը հնարավոր է սխալվեմ, բայց եթե չեմ սխալվում, առաջին խմբում արդեն իսկ 5 ֆուտբոլիստ, եթե չեմ սխալվում, կամ 6 ֆուտբոլիստ պետքա լինի պարտադիր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բարձրագույն խմբում, եթե չեմ սխալվում, այդ թիվը 3-ն է։ Այստեղ հարցը, եթե լինի օրինակ 5 այդ թիվը, հնարավոր է լինի այդքան լավ հայ ֆուտբոլիստ, ովքեր կարող են ստաբիլ խաղալ բարձրագույն խմբում, կարծում եմ այո, կարծում եմ կան այդքան ֆուտբոլիստներ։ Այս տարբերությունները հաշվի առնելով, դուք որ թվում կցանկանայիք խաղայիք, հիմա եթե վնասված չկներ Գերմանիայի թվում, ձեր նախկին թե Հայաստանի հավաքականում։ Իրականում երբ ես վերադարձա Հայաստան ու Ալաշկերտում էի արդեն հանդես գալիս, Ալաշկերտ 2-ում եւ մարզվում էի Ալաշկերտի բարձրագույն խումբը ներկայացնող թիմի հետ, այդ ժամանակ նոր Ալաշկերտը արդեն Եվրոգավաթում կար, կոնֆերանսիաների լիգայում կար, եւ եվրոպական ասպարեզում հանդես գալը մի քանի անգամ ավելի մեծ փորձ է, միանշանակ։ Երբ դու նախասեզոնային ընթացքում քո ընկերական խաղերը խաղում ես ոչ թե ներքին առաջնության թիմերի հետ, այլ նաև եւ խաղում ես դրսից ինչ որ այլ երկրի թիմերի հետ, դա մի քանի անգամ որպես քեզ ֆուտբոլիստ ավելի շատ է կոփում, ավելի շատ է ուժեղացնում եւ դու ավելի մեծ փորձ ես ունենում հավաքականում այլ երկրի դեմ խաղալու համար, որովհետև դա շատ կարևոր է։ Կարծում եմ ամեն դեպքում պրոգրես որոշակի առումով կա, իմ կարծիքով, թե բավականին լավ լեգիոներների ներգրավման հաշվին, թե մեր հայ ֆուտբոլիստների աշխատասիրության հաշվին, բայց ամեն դեպքում կարծում եմ դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու եվրոպական տոպ մակարդակ ձեռք բերելու համար։ Էլի պիտի համեմատության մեջ դնեմ, արդեն ֆուտբոլիստների Գերմանիայում ու Հայաստանում իրենց պատրաստվածությունը ինչպիսին էր։ Քանի անգամ էի օրվա ընթացքում պարապում այստեղ, հավաքները արդյոք որտեղ էին շատ ու բավականացնում էին արդյոք թե ոչ։ Գիտեք ինչպես իմ մարզումները, քանի որ ես շատ տարբեր տարիքային թիմերի հետ էի մարզվում, իմ գրաֆիկը երբեք հստակ չի եղել, ես կարող եմ մի շաբաթ ենթարկվեի այս թիմին, մի շաբաթ ենթարկվեի այն թիմին, բայց մարզումների հաճախականությունը միանշանակ 3-ից 4 պարապմունք ամենաքիչն էր մեկ շաբաթվա ընթացքում գումարած խաղը, բայց բնականաբար ինչքան ավելի մեծանում ես, ինչքան ավելի պրոֆեսիոնալ մակարդակի մեջ ես սկսում հանդես գալ, ըստ դրա արդեն փոխվում է քո մարզումների քանակը, ըստ դրա փոխվում է քո մեկ օրվա ընթացքում մարզումների քանակը, որովհետև շատ հաճախ նաև մեկ օրվա ընթացքում անցկացնում ես 2 մարզում, լինում է նաև անցկացնում ես 2 ֆիզիկական մարզում, մեկը դաշտում, մեկը դաշտից դուրս եւ մեկ տեսական մարզում, որը, չգիտեմ, վիդեոանալիզներ են կամ մարզչի հետ ինչ-որ կոնֆերանսներ են։ Հայաստանում էլ այնպես չի, որ չի լինում այստեղ այդ ամենը, լինում է, պարզապես կարծում եմ մեթոդներն են տարբեր։ Ես տեսել եմ ներկայ եմ եղել Փառք Աստծու 2 շաբաթ Ռեալ Մադրիդի մանկապատանեկան ակադեմիայի մինչև 6 տարեկանների, մինչև 7 տարեկանների մարզումներին, նրանց հավաքին, որը մեր բազայում էր անցկացվում։ Դուք քանի տարեկան եք այդ ժամանակ էլի։ Ես 16 կամ 17 տարեկան եմ եւ ես մարզիչների հետ, ոնց որ մարզչական շտաբի հետ, իրանց հետ շրջում եւ իրանց բոլոր ամեն ինչին հետևում էի ուղղակի։ Մենք մեր թիմից 2 հոգով էինք մասնակցում այդ ոնց որ գործընկերներ են մեր ակումբը։ Ինչպես ընձեռնվեց այդ հնարավորությունը։ Մեր գավաթի խաղից հետո ինձ մոտեցավ մեր թիմի տնօրենը եւ ասաց, որ այսպեսի հնարավորություն կա թիմից 2 հոգի եւ կուզեմ դու մեկը լինես։ Ու տես ծանոթացա պայմաններին, ինչ են ինձ առաջարկում եւ միանշանակ համաձայնվեցի եւ գնացի։ Այնպիսի մեթոդներ են կիրառում, սկսած որ ճաշարանում աղմուկ չլինի, առաջին օրը երբ իրանք այդ մեթոդը իրենց կիրառում էին, երեխաների մեծ մասը ուղղակի սեղանի վրա քնում էին,
այդ հոգնածությունից։ Օրինակ գլուխները ասում են դնում ենք սեղանին ու չենք խոսում 2.5 րոպե ուղիղ, 1 հատ կես վայրկյան ինչ որ մեկից մի ձայն լսվեց, 1.5 րոպե ավելացնում ենք այդ ժամանակին։ Ինչ որ թիմից մեկը անում էր, ամբողջ թիմը պարտավոր էր այդ ասենք 30 րոպե մինչև հաց ուտելը այդպես մնար երկրորդ օրվանից ու այդ ամեն ինչը ձևավորումը թիմի մյուս անդամին հարգել դա այդ ամեն ինչը կոմերց ձևավորումը ու այնպիսի մեթոդ է սա ես ուղղակի մի օրինակ հիշեցի ասեցի բազումն էին ամեն պարապմունքից առաջ նրանք իրենց թիմի օրներքն էին բարձր լսում դաշտում իրենց ռազմին կանելու ժամանակ ու ես որ կարելի ասել կապ չունեի ընդհանրապես այդ թիմի հետ կամ այդ ակումբի հետ կամ այդ ծրագրի հետ ես ինձ զգում էի որպես Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստ ու քեզ դա ներշնչում է որ դու մի քանի անգամ ավելի լավ մարզում անցկացնես էլի այսինքն մոտեցումը եւ առհասարակ բացի մարզումից տրամադրել երեխային որ ինքը կարող է լինել ֆուտբոլիստ ինքը հավատա որ ինքը կարա լինի ուղղակի ոչ թե խոսքերը դա էլ գալիս է կարգապահության մի մասից ինչ է կարծում Հայաստանի ֆուտբոլիստները կարգապահ են օրինակ ժամանակ հասարակությունը խոսում է այն մասին որ հայ ֆուտբոլիստները ծխում են դա էլ խոսում է կարգապահության բացակայության մասին ձեր կարծիքը էլի փառքաստու իմ թիմում չեմ ունեցել ծխող ֆուտբոլիստներ Էլի շատ ինդիվիդուալ հարց է ինձ թվում, որովհետև ես գիտեմ անհատների, ովքեր շատ լավ արդյունքներ ունեն սպայդրությամբ երիտասարդական հավաքականներում կամ ազգային հավաքականում, ովքեր, չգիտեմ, ֆանտաստիկ հետևում են իրենց ռեժիմներին եւ ես գիտեմ ֆուտբոլիստներ ովքեր ընդհանրապես չեն հետևում այդ ռեժիմներին բայց ցույց են տալիս էլի ներկապային ամեն դեպքում ինչ որ լավ արդյունքներ բայց չեն հետևում ոչ թե ծխում են խմում են եւ այլն այնօրինակ քնի ռեժիմը ֆուտբոլիստներ ես գիտեմ անձամբ ֆուտբոլիստներ ովքեր եթե իրանց ստիպեն 10:45-ին կամ 11-ին պարկեն քնելու իրանք հաջորդ օրը հնարավոր է խաղին ներկա չլինեն էլի այսպես ասված բայց շատ կարեւոր է դա եթե վերցնենք այսպես գլոբալ ավելի լուրջ պատասխանեմ այդ հարցին շատ կարևոր է թե սննդակարգը, թե ռեժիմը, թե քունը, թե մարզումների քանակը, թե մարզումներից հետո ճիշտ հանգստանալը, այդպես կարծրատիպ կա, որ ֆուտբոլիստը գնում օրվա մեջ 2 ժամ պարապում է, հետո ամբողջ օրը հանգստանում է, դա ինչ բայց դա այդպես չի էլի, ֆուտբոլիստի ճիշտ հանգիստը նպաստում է իր հաջորդ մարզման ավելի պրոդուկտիվ լինելուն։ Դրա համար ու սննդակարգը միանշանակ, այստեղ սննդակարգին ուղղակի հետևել էլի չեմ կարող հստակ ասել, բայց կարծում եմ պետք է թիմի մարզիչները եւ ոչ միայն մարզիչները, ակումբի միության անդամները աշխատեն այն ամենի վրա, որ ֆուտբոլիստները ուզեն պահեն այդ ամբողջ ռեժիմը։ Չնայած դա կարծում եմ, որ ֆուտբոլիստը պետք է ինդիվիդուալ ինքը իր մեջ հասկանա, որ դա նրան անհրաժեշտ է եւ անի։ Բայց ես այդ ձեր ցանկին ավելացնեմ նաեւ միշտ ավելացում եմ ֆինանսական կարգավիճակը։ Արդյոք բավարարում է։ Որտեղ նկատի ունեք Հայաստանում հիմա ֆուտբոլիստերին բավարարում է իրենց ֆինանսական Ես էլի հստակ չեմ կարող նայեք ասել, ես որովհետև կարող եմ գիտեմ մի քանի ֆուտբոլիստի աշխատավարձ կամ գիտեմ մոտավորապես աշխատավարձ այն մարդիկ ում ես շփման մեջ եմ ում կարող եմ իմանալ դա կամ ինչը որ մեդիա հարթակներում հրապարակված է ամեն դեպքում կարծում եմ որ այդ առումով գումարի տեսանկյունից կարծում եմ որ պրոգրես բավականին կա եւ կարող ես Հայաստանի բարձրագույն խմբում լինել նայեք ուրիշ է լինել բարձրագույն խմբում եւ լինել ռեզերվային ֆուտբոլիստ, ուրիշ է լինել մեկնարկային կազմի ֆուտբոլիստ եւ մասնակցել թե եվրոգավաթային խաղերին, թե ներքին առաջնություններին կամ ներքին գավաթներին։ Դա լրիվ այլ հարց է եւ կարծում եմ եւ վստահ եմ որ դրանից ամբողջ աշխարհում կապ չունի թե դու որ լիգայում ես խաղում, դրանով պայմանավորված է նաև քո գումարը։ Եթե դու լինես լավ ֆուտբոլիստ եւ խաղաս լավ թիմում, միանշանակ կարող ես լավ գումար աշխատել։ Իսկ դու Գերմանիայում գումար ստացել եք այն 16 տարեկան ժամանակ, երբ որ խաղում էիք։ Գերմանիայում արգելվում է մինչև 18 տարեկան է, եթե դու չես կնքում պրոֆեսիոնալ պայմանագիր բարձրագույն խմբի հետ, վաստակել գումար, այնտեղ կան ինչ-որ սիմվոլիկ գումարներ, եթե դու գալիս ես ուրիշ քաղաքից, կամ ունես ինչ-որ ապրոստի հետ կապված հարց, քեզ համար ապրոստի հարցն են լուծում, դա ինչ-որ փոխանցում են քեզ, դու ես այդ ամենը անում, բայց ամեն դեպքում եթե դու չես կնքում բարձրագույն խմբի հետ պայմանագիր, դու իրավունք չունես աշխատես այդ գումարից։ Եթե ես կնքեի, ես չէի կարող հանդես գալ մինչև 17 կամ 18 տարեկանների թիմերում, այդ պատճառով ես չեմ կնքել եւ չեմ ստացել, բայց ես ընդհանրապես ոչ մի րոպե չեմ մտածել դրա մասին, որովհետև այդ ժամանակ երբ մենք հանդես էինք գալիս արդեն Հայաստանում առաջին խմբում, գումարը այնպեսին չէր, որ ասեմ կարելի է այնտեղ չստանալ, այստեղ ստանում եմ գոնե կամ այստեղ բացարձակ գումարի մասին չի։ Եթե սիրում ես ֆուտբոլը, ուզում ես ֆուտբոլում ունենալ շատ լավ հաջողություններ, պետք է գումարին երբեք չնայես, թեկուզ լինես տոպ մակարդակի վրա։ Այսքան տարբերություններ նշեցին Գերմանիայից ու Հայաստանից, ինչ կա Գերմանիայում, որ կուզեիք բերել Հայաստանի ֆուտբոլին, ինչ կա Հայաստանի ֆուտբոլում, որ կուզեիք տանել Գերմանիա։
բարդ հարց է Թիմը, իրականում, շատ։ մարդկանց, մարզչին։ Մասնագետներին կարծում եմ, ենթակառուցվածքները մանկապատանեկան ֆուտբոլին մոտեցումը, որովհետև մանկապատանեկան ֆուտբոլը Գերմանիայում շատ բարձր մակարդակի վրա է։ Ես շատ հաճախ լինում էր գնում ենք թիմի ֆուտբոլիստներով, ինչ որ մանկապատանեկան թիմերի, նույնիսկ մինչև 9, մինչև 10 տարեկանի թիմերի խաղերը կամ մարզումները նայում ենք, մեծ մասամբ խաղերն ենք նայում, շատ ուրիշ մակարդակի երեխաներ ոնց որ լինեն իրանք, բայց ես դա չեմ կարող ասել։ Այնտեղ թե պայմանները բակային ֆուտբոլի, սկսած բակային ֆուտբոլից վերջացրած այն լրջությունը, որ իրանք տալիս են 6-7 տարեկան երեխաներին, թե ոնց են իրանք հետևում արդեն իսկ ֆուտբոլի մեջ, այնտեղ եթե նույնիսկ դու լավ ֆուտբոլիստ չես համարվում, այնտեղ այնպես չի, որ դու կամ պետք է լինես լավը ու խաղաս լավ թիմում, կամ չլինես։ Այնտեղ մինչև 11-12-րդ լիգա հասկացողություններ կա, որտեղ մարդիկ նույնիսկ իմանալով որ երբեք չեն կարող պրոֆեսիոնալ խաղալ, նրանք ստաբիլ, կազմակերպված ասոցիացիաների կողմից առաջնություններ են խաղում, իրենց աշխատանքի հետ համատեղելով երեկոյան էլ գնում մարզումներ են անցկացնում։ Ուղղակի դա իրենց հոբին է մնացել, բայց այդ ամեն ինչը նպաստում է, որ երեխաներն էլ ովքեր որ հնարավորություն չունեն գնան եւ ինչ որ մեծ քաղաքներում ապրեն, կարող են այդտեղ այդ լիգաներում սկսել խաղալ եւ անհնար է որ իրենց չնկատեն։ Դա անհնար է։ Իսկ դուք հիմա որպես հոբի ֆուտբոլը պահում եք։ Այո, ես շաբաթը մեկ անգամ պարտադիր խաղում եմ ընկերներիս հետ, հիմա էլ շատ ուրախալի է, Հայաստանում շատ նոր սիրողական առաջնություններ են ստեղծվում տարբեր երիտասարդների կողմից, ովքեր մեծ մասամբ ժամանակին ֆուտբոլիստ են եղել, 8-8-ի դեմ ունենք ընկերներ, ովքեր որ Streetball Armenian են, այո, համահիմնադիր եւ հիմնադիր Դավիթ Մանոյանը եւ Հայկ Աքարյանը, Հայկ Ֆրիստայլը, իրենց ուղղակի պետք է ասել բրավո ու նման մարդկանց, ովքեր նույնիսկ 8-8-ի դեմ կամ 5-5-ի դեմ սիրողական առաջնություններ են կազմակերպում, որովհետև շատ մեծ գործ են իրանք անում հայկական ֆուտբոլի զարգացման համար միանշանակ։ Այդտեղից շատ մարդիկ գնում են եւ վերադառնում են արդեն պրոֆեսիոնալ ֆուտբոլ կամ ավելի լուրջ են սկսում մոտենալ ֆուտբոլին։ Ձեր Instagram-ան կայքից տեսա Phygital Sport մրցաշարը, որտեղ զբաղեցրել եք առաջին տեղը, հենց Դավիթ Մանոյանի հետ, Հայկի հետ, ոնց կնկարագրեք այդ ընթացքը ինչ է իրենից ներկայացնում, մասնավոր։ Phygital Sport-ը, Phygital ֆուտբոլը ընդհանրապես ինքը նոր ուղղվածություն է սպորտի մեջ, տեսեք, դա ինչի է կոչվում Phygital, ոնց որ ֆիզիկական եւ վիրտուալ աշխարհների խառնուրդն է դա, այսինքն իրանք ունեն տարբեր ուղղվածություններ, Phygital football, Phygital basketball, Phygital dancing, ֆուտբոլից ես կարող եմ ավելի հստակ ասել, չնայած որ մնացած բոլորը էլի նույն մտքի շուրջ են հավաքված եւ նույն ձև են ստեղծված էլի, նույն ֆորմատով, մենք անցկացնում ենք վիրտուալ հարթակում, այսինքն PlayStation-ով երկու թիմերով, ոնց որ միմյանց դեմ հանդիպում 5-5-ի դեմ ձևաչափով, որից հետո այդ ամեն համակարգիչը եւ այդ ամբողջ տեխնիկան դուրս է գալիս դաշտից եւ անցկացնում ենք բաց կանոններով ֆուտզալի հանդիպում 2 հատ 5 րոպե միմյանց դեմ եւ երկու հարթակներում թե իրական ֆուտբոլում թե վիրտուալ հարթակում գնացած գոլերը միավորները գումարվում է իրար եւ ըստ դրա է որոշվում հաղթողը, ինքը շատ մեծ մասսականություն է վայելում այս պահին եւ միջազգային շուկայում էլ բավականին մեծ եւ խոշոր առաջնություններ են կազմակերպվում, մենք անցած տարի հաղթեցինք, այո, ներքին ֆինանսավորում ստացաք, չէ՞։ Ֆինանսավորումը, այո, նո առաջին հորիզոնականը 1 միլիոն։ Իսկ որտեղից է գալիս այդ ֆինանսավորումը, ով է հիմնադիրը, ու ինքը ռուսական առաջնությունն է, եթե ես չեմ սխալվում, ռուսական առաջնությունն է սա, եւ մենք գնացինք մասնակցեցինք ներքին առաջնությունը հաղթելուց հետո արդեն Դուբայում առաջնության, Աբու Դաբիում ավելի ճիշտ ներողություն։ Մասնակցել եք։ Այո, մենք մասնակցեցինք այնտեղ, ցավոք սրտի որոշակի գոլերի բացակայության պատճառով, այսպես ասեմ, չերիքեց եւ խմբից դուրս չեկանք, բայց արդեն խաղում ենք Վենեսուելա, Սենեգալ, Կամերուն, Բրազիլիա, Մեքսիկա, այսպիսի թիմերի հետ։ Նկարահանվել եք նաեւ Արադ 73 ֆիլմում, ուզում եմ իմանալ ում դերն եք կերտել։ Զալատոյ դուբլ ֆիլմում, Արադ 73 ֆիլմում կերտել եմ դարպասապա Ալյոշա Աբրահամյանի կերպարը, այդպես կարծես պետքա լիներ, հենց դարպասապայի դերը պետքա կերտեի։ Առաջարկը ինչպես եղավ, ինչպես մասնակցեցիք, ընթացքը նկարագրեք։
Առաջարկը ստացել եմ հերոսազանգով, հերոսազանգ եմ ստացել քաստինգով զբաղվող մի աշխատակցից, ով ինձ առաջարկեց ուղղակի գալ մոտավորապես պատմեց գաղափարը ֆիլմի եւ առաջարկեց մասնակցել քաստինգի որպես ֆուտբոլիստ, բայց չնշելով, որ դա կարող է լինել Արարատի ֆուտբոլիստ, որովհետեւ ֆիլմում նկարվել են նաեւ 2-3 այլ թիմերի ֆուտբոլիստներ, ովքեր ուղղակի էպիզոդիկ նկարվել են, դերերը շատ ավելի էպիզոդիկ դերեր էին։ Գնացի քաստինգին մասնակցեցի եւ քաստինգից հետո արդեն ես իմացա, որ ինձ դիտարկում են որպես Արարատի դարպասապահ Ալյոշա Աբրահամյան։ Տպավորությունները շատ լավն էին բնականաբար, շատ պարտավորեցնող էր, քանի որ մինչ այդ ունեցել է ինչ-որ գովազդների նկարահանումներ, ինչ-որ տեսահոլովակներ եւ այլն, բայց չէի ունեցել այդպիսի մեծ փորձ ֆիլմում նկարվելու։ Ֆիլմում էլի նկարահանվել է իրականում ուղղակի էլի էպիզոդիկ ինչ-որ մեկ դեր։ Սա արդեն բավականին մեծ եւ լուրջ դերեր մանավանդ ֆուտբոլի հետ կապված Ձեր շարունակությունն է եղել։ Դերասական իհարկե դերասանական կարիերայում Արարատ 73-ը այլ տեղ է վստահ եմ զբաղեցնում, բայց դեր Instagram-ան կայքում տեսա, որ հրապարակել եք օքի մասին, այդպեսի մի դրվագ, այնտեղ ինչ մասնակցություն ունեք, բարի հետ ինչ կապ ունեք։ Բարի հետ կապ չունեմ ընդհանրապես, պարզապես ես տարբեր պրոյեկտների շուրջ որոշակի աշխատանքներ եմ տարել հաղորդումների վրա, որտեղ որ մասնակցություն են ունեցել Գրիկը եւ Հայկը Քեշիշյան, պրոդյուսեր, երբ որ օկին նկարահանվում էր, օկի երկրորդ եթերաշրջանն էին նկարահանում, մենք բավականին լավ ընկերական հարաբերությունների մեջ էինք եւ նրանք ինձ առաջարկեցին, որպեսզի ես մասնակցություն ունենամ, ամեն դեպքում փորձեմ ինձ նաեւ այդտեղ եւ ես համաձայնվեցի։ Ոչ, որպես դերասան իրենց սիթքոմի համար, որը որ YouTube-յան իրենց էջում կա, գնացի մասնակցեցի քաստինգին եւ սկսեցի նկարահանվել օկի 2 պարային սիթքոմում։ Մինչև խաղը որ դուրս էիք գալիս, արդեն ֆուտբոլ խաղալու ինչ սովորություն էիք, ինչ էիք հիմնականում անում, ընկերներով կամ ինքներդ։ Եթե վերաբերվում է խաղից մի քանի ժամ առաջվան կամ նախորդ օրվան, մաքսիմալ պրոֆեսիոնալ մարզումներ, սննդակարգ, ճիշտ հանգիստ, ժամանակ էի փորձում անցկացնել, չգիտեմ, կամ մի փոքր ինչ-որ երաժշտություն էի լսում, շատ սիրում եմ երաժշտություն լսել, որոշակի երաժշտություն էի լսում կամ որ ինչ-որ հաղորդումներ էի նայում, պարզապես փորձում էի էներգիաս ճիշտ օգտագործել, երեկոյան դուրս էի գալիս, մի փոքր զբոսնում էի, քայլում էի, այն ժամանակ շուն էի պահում շանս հետ էի մի փոքր զբոսնում, մաքսիմալ հանգստանում էի եւ տրամադրում էի ինձ խաղին, նույնն էլ խաղի օրը, այ խաղից հետո արդեն նոր ընկերներ եւ այլն։ Խաղից հետո ինչպես եք նշում։ Իրականում խաղից հետո նայած ինչ հաղթանակի մասին է խոսքը եւ թե քո հաջորդ մարզումը կամ քո հաջորդ խաղը երբ է, այսինքն դու կարող ես հանգստանալ այն ժամանակ, երբ դու գիտես, որ դու ունես լիարժեք դադար, գոնե չգիտեմ, 1 շաբաթ խաղ չես ունենալու, այդ ժամանակ կարող ես 1 օր քեզ տրամադրել, իսկ եթե դու 4-5 օր հետո ունես խաղ, դու չունես այն ժամանակը, որպեսզի կարողանաս գնալ տոնել քո հաղթանակը, քանի որ ֆուտբոլում եք հաղթանակով չի էլի ամեն դեպքում։ Այ երբ որ արդեն հասնում ես ինչ-որ բաղձալի նպատակին եւ ինչ-որ գավաթ ես բարձրացնում, այդ ժամանակ արդեն հավաքում ես ընկերներիդ, հարազատներիդ, մի լավ ուրախանում, մի լավ հանգստանում ես ու էլի մարզումների։ Իսկ ամենահետաքրքիր պահը ձեր ֆուտբոլային կյանքից ո՞րն է եղել։ Ամենահետաքրքիր դրվագը, խաղը, որ հիշում եք։ Իմ մասնակցությամբ։ Այո։ Միանշանակ առաջին անգամ, երբ Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականում անցկացրեցի միջազգային հանդիպում Ուկրաինայի հավաքականի դեմ, հենց դա իմ առաջին հանդիպումն է եղել, ամենահիշվողը ինձ համար դա է։ Ինչով էր տարբերվում։ Զգացողություններն են լրիվ այլ, երբ դու հաղթում ես հավաքականի մարզաշապիկը, իրականում բոլորն են կարծում եմ ցանկացած մարդ դա ասում է, բայց չեմ կարող նկարագրել ինչա նշանակում կրել Հայաստանի հավաքականի գույները եւ դուրս գալ ու այսպես թող ված չհնչի, բայց կռվել մեկ այլ հավաքականի դեմ, ֆուտբոլային դաշտում կռվել իհարկե, դաշտից դուրս միայն հարգանք։ Ես չեմ կարող բացատրել դա ինչ է։ Տեսեք, որտեղ կան հաղթանակները, այնտեղ էլ կան պարտությունները։ Պարտությունից հետո մթնոլորտը ինչպիսին է։ Աջակցություն կամ միմյանց նկատմամբ թե մեղադրանքներն էլ են շատ։ Լինում են նաև մեղադրանքներ, իրականում դա ֆուտբոլը էմոցիոնալ խաղ է եւ էմոցիոնալ դաշտի վրա հնարավոր է եւ դա լինի, բայց ես դա կրվի չի տանում։ Փառք Աստծուն, լինում են, իհարկե դեպքեր լինում են, բայց որ թիմերում որ ես եմ եղել, ես
Փառք Աստծուն, քանի որ երբ փոքր տարիքից եմ կարողացել խաղալ բարձրագույն խմբում, լինել թիմերում կոնե մարզումներին կամ առաջին խմբում, ես միշտ աշխատել եմ շատ պրոֆեսիոնալ սպորտսմենների հետ եւ թե իմ սխալի ժամանակ, թե մյուսների սխալի ժամանակ, բացի թեև եւ թիկունք լինելուց ուրիշ ոչ մի բան ես չեմ տեսել եւ դա քեզ նպաստում է, որպեսզի դու հաջորդ անգամ չգործես այդ նույն սխալը կամ հետևություններ անես եւ արդեն սկսես մի փոքր ուրիշ մոտեցում ցույց տալ քո գործին, չեն թույլ տալիս ուղղակի։ Եթե դու պրոֆեսիոնալ միջավայրում ես, իսկ միջավայրը ամենակարևորն է ֆուտբոլում, պրոֆեսիոնալ միջավայրը չի կարող թույլ տալ, որ նույնիսկ քո իրար հետևից կրկնվող մի քանի սխալները վերածվեն վեճի։ Անեք, շատ սպորտաձևեր Հայաստանում անվճար են, բայց ֆուտբոլը հիմնականում վճարովի է։ Գերմանիայում ինչպիսին էր, երեխաները գումար վճարում էին մասնակցելու համար ֆուտբոլի։ Այնպես չի իրականում, որ Հայաստանում բոլոր տեղերը եւ անխտիր վճարովի է։ Ես գիտեմ տարբեր ակումբներ, որ ունեն եւ վճարովի եւ անվճար, դա կախված է արդեն երեխան ինչ արդյունք է ցույց տալիս։ Գիտեք, Գերմանիայում ես նշեցի լիգաները եւ այնքան շատ են, որ նայած ինչ մակարդակի վրա ես դու ուզում զբաղվել, բայց իհարկե Գերմանիայում էլ կա որոշակի կետ, որ կետին դու գալիս հասնում ես, այդ կետից այն կողմ դու պետք է արդեն քո երեխային վճարես այն համար, որ նա կարողանա զբաղվել ֆուտբոլով։ Դա բայց չի վերաբերվում իհարկե լավ ռեզուլտատ, լավ արդյունք գրանցող երեխաներին։ Եթե փոքր Էդվինը գար կանգներ ձեր դիմաց, ինչ խորհուրդ կտայի գնալ ֆուտբոլի այլ ուղղությամբ շարունակել։ Միանշանակ ֆուտբոլը։ Իսկ այն վնասվածքի օրը Եթե ունենաք հնարավորություն, ինչ կանեիք, որ չունենայիք այդ վնասվածքը, երբ է տեղ ունեցել, որ մարզումների ժամանակ է եղել։ Մարզումի ժամանակ է տեղ ունեցել իրականում, ոչինչ չի կարող փոխել։ Խաղի սիտուացիա էր, կամ պետքա հանձնվես եւ չգնաս չպայքարես գնդակի համար, կամ պետքա գնաս եւ ստացվեց այդպես։ Շատ ծնողներ հիմա ֆուտբոլին լուրջ չեն վերաբերում, մտածում են թե գնդակը կգնանք երեխան կվազի, կհանգստանա եւ այլն։ Ինչ խորհուրդ կտաք ծնողներին դուք։ Իրենց երեխային ֆուտբոլի տանում են, լուրջ վերաբերվում, թե ամեն դեպքում թող հոբի էլ մնա։ Իրականում չեմ կարող դա ես ոչ մեկին ոչ խորհուրդ տալ, ոչ ասել էսպես է պետք անել, բայց միանշանակ ես կարծում եմ, որ եթե երեխան ցանկանում է զբաղվել ֆուտբոլով եւ երեխան սիրում է ֆուտբոլը, պետք է երեխային այսպես ասված տալ լավ ձեռքեր, ապահով ձեռքեր ֆուտբոլի լավ մասնագետների մոտ կամ ինչ-որ լավ թիմ մանկապատանեկան եւ երեխան պետք է սկսի փորձել, եթե նրա սերը այնքան շատ է, որ նա իր գործին այնպես լուրջ վերաբերվի, որ արդեն փոքր տարիքում ունենա որոշակի առանձնահատկություններ եւ տարբերվի մնացած երեխաներից, կարծում եմ այդ երեխային պետք է մինչև վերջ առաջ տանել եւ մինչև վերջ վստահեցնել, որ դու կարող ես, ոչ թե դու վերջ դու Ռոնալդոն ես կամ դու Մեսին ես, այլ դու կարող ես լինել Ռոնալդոն կամ Մեսին, եթե հիմա ճիշտ աշխատես ու շարունակես քո աշխատանքը։ Իսկ դուք ձեր երեխային կտայիք ֆուտբոլի ձեռքերում։ Միանշանակ։ Հայաստանի ֆուտբոլի ձեռնոցներ եմ առնելու միանգամից դարպասապա։ Միանգամից, բայց ինչու են դարպասապա։ Ինչ ոչ։ Հարցակվող, Իրականացած երազանքը տղայիս հետ ապագայում։ Իսկ աղջիկա, եթե աղջիկ ունենաք, նրան կողորտեք ֆուտբոլի, թե միևնույն կարծրատիպերը։ Չեմ հայկական կարծրատիպերը կան։ Չէ, հայկական կարծրատիպերը չկան, բայց ես չեմ ուղղորդի, կուզեմ սիրի ֆուտբոլ, միասին գնայինք։ Շնորհակալ եմ շատ, մի քանի սպորտային բլից հարցեր եմ պատրաստել։ Սիրելի դարպասապահը ձերով է։ Բուֆոն։ Սիրելի թիմը։ Բարսելոնա։ Եթե ոչ ֆուտբոլ, ապա ինչ կընտրեիք։ Ֆուտզալ։ Հաղթանակից հետո առաջին ում եք զանգում։ Ում եք զանգում։ Ում էի զանգում, երևի զանգում էի պապիկիս, հիմա սիրողական ցանկացած ինչ-որ տեղ խաղի հաղթանակի դեպքում իմ կողակցին։ Ավելի կարևոր է, որ խաղը լինի գեղեցիկ, թե արդյունքը լինի գոհացնող։ Արդյունքը լինի գոհացնող իհարկե։ Ֆուտբոլը աշխատանք է, թե հաճույք։ Եթե վերաբերվես որպես աշխատանք, երբեք չես կարող հաճույք ստանալ, իսկ եթե վերաբերվես հաճույքով, չես վերաբերվի որպես աշխատանք, բայց կունենաս լավ արդյունք, այնպես որ հաճույք։ Եթե վնասվածքը չլիներ ֆուտբոլ պարապել Հայաստանում, թե Գերմանիայում։ Գերմանիայում։ Մարզում թե խաղ։ Ֆուտբոլային մարզումները, թե արդեն ֆուտբոլային հիմնական խաղը։ Խաղ։ Ռիսկի գնալ, թե ապահով կանգնել դարպասի մոտ։ Ռիսկի գնալ։ Պաշտպանված դարպաս, թե գոլառատ խաղ։ Պաշտպանված դարպաս։ Ռիսկով դուրս գալ, թե մնալ էլի գծի վրա։ Ռիսկով դուրս գալ։ Շնորհակալություն այսօր այսքանն էիք պատրաստել։ Ես էլ եմ շնորհակալ շատ հրավերի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն այսօր այսքանն էիք պատրաստել, հետևեք մեր սպորտ զոնին։